մասն ենք խոսում։ Կողմից այս պատահական չի, որ այսպիսի խորհրդակցություններ է անցնում Պուտինը հայտարարում է, այո, մենք գիտենք, որ գները այսպես, պարզ է, որ հետաքրքրությունը ինչքան մեծացել է այդ ամեն ինչի ինքը արդեն հեգնում է Եվրոպային, ասում է, դուք պատրաստվում եք մեկ ամիս առաջ դադարեցնել, ես կարող եմ հենց վաղը դադարեցնել։ Եվրոպա չկա, Եվրոպայի թաղման երաշխությունը արդեն այս պատերազմը, Ռուսաստանի շահերը, նավթի գինը եւ այս հեռախոսախոսակցությունը Թրամփ եւ Պուտին, խնդրեմ։ Ուրեմն այս հեռախոսային խոսակցությունը շատ կարևոր է, որ նախաձեռնությունը եղավ Թրամփից, իսկ այնինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական ուշակովը հայտարարեց, մենք, որը դուք ընթերցեցիք, ես հասկանում եմ հետեւյալը, որ Միացյալ Նահանգները միջնորդ եմ գալիս, որպեսզի այս պատերազմը կանգնի։ Չեք շտապում այդպիսի բան ասել։ Ես շատ ավելի վաղուց եմ ասել, որ պատերազմը ԱՄՆ նախ օպերացիան ձախողեց, Բլիցկրիգը երկրորդ փուլը անջատողական տրամադրություններով Իրանը պայթեցնել ձախողեց, ժողովրդին հանել փողոց սկզբունքորեն ձախողեց, ամերիկյան ռազմաբազաները ավերակ վիճակում են։ Դե ինքը ասում է նաև նույն ավերացիան տակ է Իրանի Այդ ասելով իսլամական դե մենք տեսնում ենք, չէ՞ որ համատարած ավիրում են։ Ահա, այդպես։ Այնքան մակետներ են դրել։ Իրանում համատարած մակետներ է։ Այս վերջերս մի հրաշալի նկար են դրել, ուրեմն օթանավականի տարածք կա, որտեղ վերևից անօթաչուն կամ տիզերանավ նկարում է օթանավը։ Բայց իրականում նկարած է, ոչ մի օթանավ չկա։ Անօթաչունները գալիս հարվածում են այդ նկարներին։ Ասում են տասնյակ հազարավոր մակետներ, ռետինե մակետներ Իրանը գնել է Չինաստանից։ Վարկյանական փչում ես օդ, տանկ, ինքնաթիռ, որտեղ ուզում ես դիր, վերևից անոթ, ընդ որում դրա կողքերն էլ դնում են ուրեմն էներգիա արտադրող սարքեր, այսինքն որ ճառագայթում լինի, որտեղ անօթաչուն միայն չոր բանի վրա չի գնում, էլի։ Եվ արդյունքն է լինում, որ ասում են, հիմա ռեսուրսի պավ, Տրամփ ասում է, իրենց ռեսուրսը պրստում է, ստում է, ակնհայտ ստում է, որտեղ Տրամփի ռեսուրսը, որ վերջացել է, ցույց է տալիս երկու ավիակիրի հետ գնալը։ Առաջինը կիսավիրավոր վիճակով, թեև ասում եմ մեզ հարվածել են, բան չեղի, բայց հաջորդ օրը հեռացա մարտի դաշտից։ Երկրորդը երկու օր հետո, երկու ավիակի կար, հիմա երրորդը բերել են, երկուսը գնացել են, ուր են գնացել։ Այն մեկը հաստատ վերանորոգման, բայց երկրորդը ինչու գնաց, որտեղ ավիակիների վրա ինքնաթիռները, որոնք որ հրթիռներով դե աշխատեն, թիրախների վրա, եւ այդ նավի վրա կա հակաօդային, հակահրթիռային պաշտպանության զինատեսակ եւ հրթիռներ։ Այդ բոլորը վերջացել են։ Առավելագույն այն ինտենսիվությամբ իրանք աշխատում են 7-ից 9 օրվա պաշար ունի։ Հիմա գնում է ինչ որ նավահանգստում, որ լիսկավորի, զենք զինամթերք նորից լցնի, ու զենք չէ, զինամթերք լցնի գա։ Այսինքն իսկ Իրանը միտքս ավարտեմ, իսկ Իրանը խնդիր չունի։ Ինքը արտադրում է, այս քաղաքում տանում է, ասենք 100 կիլոմետր ենքում են քաղաքում բաների վրա հրթիռների կայանքների վրա տեղադրում է, այսինքն ոչ լոգիստիկայի խնդիր ունի, ոչ արտադրանքի խնդրեմ ունի եւ այլն։ Հիմա ինչու զանգարեց։ Ես առավել քան համոզված ասեմ։ Ինքը կարող է հայտարարել, որ մենք նպատակ էինք դրել նրանց հրթիռակոծելու SSS օբյեկտները, հետ գցելու իրենց այդ պլանները ամեն ինչ։ Իրանը ոչնչացված է, Իրան պետություն չկա։ Ինչ միջնորդության, ինչ դեր պիտի խաղա։ Ոնց, բա մեկը պիտի միջնորդը լինի։ Ոնց մեկը։ Հե բա ոնց, բա երկու հոգի որ կռվում են։ Ինքը հայտարարում է, ես հաղթել եմ, այս հարցերը լուծել եմ։ Լսեք, իրականում ինքը չի հաղթել, նայեք։ Երկու հոգի որ կռվում են, մեկը եթե իրոք հաղթում է, վստահաբար, մյուսը կապիտուլյացիա է, չէ՞, ենթարկվում։ Դուք մոռանում եք ում հետ գործ ունեք, գերտերության հետ գործ ունեք, Թրամփի հետ, որ ինչ գործ որ ինքը նախաձեռնել է, իրեն ոչ միտեղ միջնորդ պետք չի եղել, ինքը գնում է, ավիրում է, վերցնում է, առևանգում է, ինչ ուզում անում է, հետո դա արձանագրվում է։ Այս կամ այն դեպքով հիմա ինչու պիտի այստեղ միջնորդի։ Հե արդյոք այնտեղ նավթի գների համբերատար որ լսեք, ես ասում եմ, դեմքը փրկելու խնդիր կա։ Ոչ մի նավթի, ոչ մի Ուկրաինայի խնդիր չկա, դեմքը փրկելու։ Ոնց, եթե արդեն միջնորդ բերում, դա նշանակում է դեմքը չի փրկում։ Ոչ, փրկում է, որովհետև ինքը հրապարակավ ասել է, ես իմ առջև դրած քաղաքական ռազմական խնդիրներ լուծել եմ, Տրամփ ասել է, չի լուծել, չի լուծել։ Իրան նպատակը մի վարքան, Իրանը սպանել է Խամենեինի, պետք լինի վաղնել որտեղ։ Ուրեմն նպատակը խաթել է ամբողջ ռազմական Անժելա, դուք ձեզ սպանում եք պետքարտուղարի նման կամ էլ փոխնախագահի աման։ Ուրեմն իր նպատակը այն չէր որ սպանել, նպատակը այաթոլաների կառավարման ինստիտուտը փոխելն էր։ Չստացվեց։ Դե ես հասկանում եմ, բայց դուք ասում եք ինչ կարող եք քարոզել, ինչ կարող է ասել։ Հիմա ասում է, արդեն ասում է, որ ես հաղթել եմ, Իրանի չկա, Իրանի ժողովուրդը գոլոշացել է։ Այդ պետությունը չկա, քարտեզից էլ ջնջում ենք, բայց դրանից չփոխվեց իրականությունը։ Քանի որ Իրանը չի կապիտուլացվել, ԱՄՆ-ը իր արժև դրած երկու խնդիր իշխանապողություն եւ միջուկային
ցենտրիֆուգների ոչնչացում, որը ուրանը հարստացնում, դա չի եղել։ Հիմա քանի որ դիմացինը չի կապիտուլացվել, ինչ որ մեկին պիտի գտնի, որ այդ մեկը ասի ժողովուրդ դե հերիք հայլի կռիվ անեք։ Տրամպն ասի, հա դե ես հաղթել եմ, քանի որ ինձ իմ լավ բարեկամ ընկեր Պուտինն է ասում, որ կռիվ պետք չի անել, ես կռիվ չեմ անում, բայց Ռուսաստանը երաշխավոր է, որ իրանն էլ իրան հանգիստ պահի։ Իրան ասում է, նո պրոբլեմ, ես էլ եմ հանգիստ պահում։ Բայց երբ որ երեքով են խոսում, վստահաբար Ռուսաստան միջնորդ ալելու։ Գիտեք ինչ ասում Տրամպի ներկայացուցիչին, Իրանի ներկայացուցիչ ասում են, որ դուք սկսել եք, որ ես իբր միջուկային ուրանը չհարստացնեմ, որ միջուկային ռումբ ստանամ, այդ պայմանը դուրս է գալիս, չէ՞։ Սա մասին չենք բարձրացնում, բայց մենք մեր մեջ։ Ամեն ասում է, հա։ Ասում է, հակառակ դեպքում ես շարունակելու եմ։ Իդեպ ես 3 առաջին անգամ 1.5 տոնանոց ես իրատես եմ, լավատես չեմ։ Ես իրատես եմ։ Եվ իմ գնահատականները հիմնականում լուրջ գնահատականները կյանք են կոչվում։ Ձեզ վստահաբար եմ ասում, հակառակ դեպքում միջուկային պատերազմը։ Ոչ Տրամպը իր թիմն է այդ առումով խելագար։ Ոչ էլ Բիբին, ես կարծում եմ նույնիսկ ավելին ասեմ։ ԱՄՆ-ը պես մի հատ խնդրում ջուր, հա։ ԱՄՆ-ը կարող է զոհաբերի բանին Բիբին հարցերը լուծի, որտեղ ինքը արդեն գլխացավանք է։ Այդ ամենավտանգավոր բանն ասեցիք, այդ ով որ փորձի Ամերիկայում իրեն ամենակիչը կարժենա իր աթոռը։ Նայեք, ասեմ հետևյալը։ Այդ ձեր սիրելի Խակեր Կարլսոնը միշտ ինչ է ասում, որ ես ովքեր են կառավարում եւ Իսրայելի դեմ խոսելը ինչ վտանգավոր բան է։ Վստահաբար եմ ասում, ոնց որ Զելենսկին է հիմա Ամերիկայի կոկորդին նստած Ուկրաինայի խնդիրը, որ չի կարողանում կատարել։ Նույն ձևով Բիբին է նստում ԱՄՆ-ի եւ Տրամպի կոկորդին։ Հա, հрьяաները ուժ ունեն, բան չունեմ ասելու։ Ինչու՞ նստում իր կոկորդին։ Դուք քիչ առաջ ներկայացրեցիք, որ ամերիկյան սա գեղեցիկ ծրագրավորված բան է, նավթի գնի հետ կապված եւ Չինաստանին կանգնեցնելու, այսինքն սա, այսինքն երկուսն էլ այնտեղ շահագրգռված են եւ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները։ Նաեւ տնտեսական մեջ շահեր ունի, սա էլ եւ այսինքն այնտեղ պետք է հակասություն չկա։ Հիմա այդ ձախողել է երկուսն էլ տիկիսեն։ Չէ։ Այդպես չի, Իսրայելը չի ուզում հետ քայլանի։ Ամեն ուզում է հետ քայլ։ Եվրոպայի տնտեսությունը մեռա, վերջ։ Չկա, Եվրոպա չկա, 500 միլիոնից մայրցամաքային Եվրոպայից ետառնել չմնաց։ Նավթի գները բարձրացան։ Գործնականում ԱՄՆ հարված հասցրեց, չասեմ սպանող մահացու, բայց հարված հասցրեց Չինաստանի տնտեսությանը, հասցրեց։ Բայց մի մոռացեք, որ Տրամպը նոյեմբերին հանրապետականները կոնգրեսի միջանկյալ ընտրություններ կա։ Ինքը պիտի հաղթի տեղ։ Դուք պատկերացնում եք, այս կռիվը գնա մինչև սեպտեմբեր վերջում է պարզի, որ ինքը պարտվում է։ Եվ ինչ հանրապետականները հաղթելու են կոնգրեսի միջանկյալ ընտրությունում, միանշանակ պարտվելու են։ Այստեղից հաջորդ հետևությունը ԱՄՆ-ին պետք է այս կռիվը կանգնի, իր դեմքը փրկելու համար միջնորդագծել Ռուսաստանին, բայց սրան դեմա ով։ Դեմա Իսրայելը։ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ առաջին հերթին Բենյամին Նեթանյահուն։ Ես կարծում եմ, այդ խոչընդոտը կարող է շուտով վերանալ, այնպես ինչպես Զելենսկին։ Այսինքն դուք կանխատեսում եք, որ առաջիկա 4-5 օրվա ընթացքում նաև Պուտինի մասնակցությամբ միջնորդությամբ այս ամեն ինչը կանգնելու է։ Նայեք, տարբեր մեսիջներ են գնալու, բանակցություններ, կռվի կանգնեցնել, հրադադար չեն ասում, կռիվ ասում են հրադադարի ռեժիմ։ Քանի որ Տրամպի մեսիջները 2 օրվա արդեն կռիվը կանգնեցնելու միտված խոսույթ է։ Կարող է խափնա, բան չունեմ ասելու, բայց որpիսի ինքը վստահ լինի, որ հաստատի կանգնեցնի, 3 Իրանը նվեր տվեց Տրամպին, ինչով 1.5 տոննանոց հրթիռով, երբ որ Իսրայելի վրա գցեց, սա մի հատ է գցել։ Իսկ պատկացեք հիպերձայնային արագությամբ հրթիռների վրա, ասենք հարյուրավոր տենց հրթիռներ։ Դուք պատկացնում եք Իսրայելից ինչ կմնա։ 1.5 տոննա, երբ որ ցանկացած բունկեր ոչնչացնում է, ասենք բնակելի մի ամբողջ թաղամաս, այդ տարածքը ձագար է սարքում։ Ու վերջ, թեման փակում է։ 3-2 ես առավել քան համոզված եմ, այսինքն Իրանը ճիշտ պահին է անտել, երբ հարվածի Բենյամին Նեթանյահուի գտնվելու վայրին իր աշխատավայրին 3։ Շատ լավ, տեսեք, Խամենեյի որդուն նշանակեցին եւ ասում են չի բացառվում, որ այնտեղ կան ներքին ուժեր եւ հոսանքներ Իրանում, Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Չգիտեմ, մի քիչ բան կարող է թվալ, որ իրեն էլ կարող են սպանել եւ այդ դրանից հետո իրական այն ներքին հեղափոխությունը, որ նախապատրաստում էր, կարող է տեղի ունենա գլխավոր անվտանգության խորհրդի նախագահը կամ կա այնտեղ
այլ ուժեր կան Իրանից։ Տրամպը մի քանի օր առաջ ասել, սպանել ենք ցավոք սրտի նրանցումը որտի բերեն։ Չէ, բայց եթե իրեն էլ սպանում են, դրանից հետո արդեն ներքին այսպես հեղափոխություն Ոչ մի բան չի լինելու։ Համակարգ աշխատում, ոչ։ Ես բարբերաբար եւ միշտ ասել եմ։ Ավելի լոյալ, ավելի իշխանություն։ Այաթոլաների բաց ու լոյալ չկա։ Իսկ երկրի կառավարիչը ինքը հոգեվորական է, ոչ թե աշխարհական։ Վստահ եմ ասում, չկա։ Իրենք որպեսի համակարգը ոչնչացնեն, իրենք դի ոչնչացնեն այդ համակարգի բոլոր մարդկանց, որտեղ այնտեղ համակարգ աշխատում, անց չի։ Օրինակ, ԱՄՆ-ում անձ աշխատում, Իրանում համակարգ։ Դե կա ավելի վան մարդ, որը կտանի ինչ-որ փոփոխությունների, շատ ավելի լոյալ, շատ ավելի դա տեղի չի։ Հեքիաթների դաշտից է, ես դες վստահեցնում եմ եւ Իրանում համակարգ է։ Իրանը ունի 4 բանակ։ Հասկանում եք դուք, այսինքն այդ պետությունը 1978-79 թվականին հեղափոխության իրականացումից հետո պատրաստվել է այս մեծ պատերազմին։ Այսինքն մոտ 50 տարի 47 տարի Իրանը պատրաստվել է այսօրվան։ Իր բնակչությամբ, իր զինվածությամբ, հա, իր նվիրվածությամբ եւ ահավասիկ ինքը հրաշալի գիտի որ մի օր այդ մեծ պատերազմը լինելու է։ Ահավասիկ հիմա այդ մեծ պատերազմը։ Շատ լավ, եթե անգամ հաջողի պատերազմը կանգնեցնել 4-5 օր, չգիտեմ 10 օր հետո, խնդիրները չեն լուծվում։ Որ խնդիրները։ Դուք ինչքան էլ ասեք, միևնույն է, ահռելի մեծ ավերածություններ են հասցրել Իրանի Հանրապետությունում, Իրանում կա ջրային պաշարների լուրջ խնդիրներ, սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ շարունակում են մնալ, շարունակվում է սանկցիաների տակ մնալ Իրանի Իսլամական Հանրապետությունը, այսինքն դե հիմա ամեն ինչը ինչ որ սահմանագիծ ունի, հիմա ինչքան պիտի այդտեղ մեծ մասը նաև շատ վատ է, չէ, ապրում, աղքատության մեջ է, այդպես է։ Այդպես է, այո, հիմա այս հարցերը այնուամենայնիվ պիտի լուծում ստանան։ Այդ Իրանի կառավարիչների խնդիրն է։ Իրանի կառավարիչների խնդիրն է։ Ոնց որ ասենք 1941-44 թվականին Լենինգրադը 100%-ից բլոկադայի մեջ էր։ Մարդիկ կենթանի են ուտում կամ մարդու միս են ուտում։ Մեռած։ Բայց չհանձնվեց։ Մենք էլ կողքից որ նայենք ասենք, այս ինչ սրիկայություն է, ոնց որ մի քանի դեգեներատ բաներ, իբր ռուս մտավորականներ կա, ասում է, բանը Ստալինի վարչակազմը ցեղասպանություն իրականացրեց ռուս ժողովրդի նկատմամբ։ Նա այդ Լենինգրադը խի չհանձնվեց։ Բա կարելի էր սենց 1 միլիոն մարդ մահանար, այո, կարելի էր։ Իմիջիալից այդ մեր արևմտամետների ձայները լսվում է, որ բան ծղրտոցը լսվում է, ես չգիտեմ, պատերի տակ իրար հետ խոսալուց։ Հարցակում, չկա ինչ երեխա։ իշխանություն։ Այդ ժամանակ իրանք քնածել են, մութ է։ Այսպիսի հայտարարություններ չկա, չէ՞, չկա, իհարկե չի լինի։ Հիմա, բայց այստեղ մի ուրիշ վտանգավոր բան կա։ Եթե սա մի քիչ երկար է, սա գիտեք ինչով է հղի։ Այն որ Միացյալ Նահանգները այդ երկրներում, որտեղ բազաներ ունեն, այլևս հեղինակությունը զրո է դառնում, գոնե առնվազն այդ 176 դերատի աղջիկների սպանության։ Իմիջիալից ինչպես կարձագանքեն Իրանի այս հայտարարությանը, որ եթե դուք հեռացնեք, ձեր մոտից, ապա մենք չենք հարվածի։ Ճիշտ է, ինքը ասում է, ես ամերիկյան բազային եմ հարվածում եւ իր ենթակառույցներին, ես այդ պետության դեսպանատները, հիպատոսարանները։ Ամերիկյան ինչը ամերիկյան դեսպանատանը կարող է բան են անում, պերաշկի են ուտում։ Դե հիմա հասկանում եք ինչ վիճակի մեջ են, կգնա արդյոք, կգնան այդ երկրները, ինչ հանգուցալու։ Ուրեմն ասեմ ձեզ, եթե այդ երկրների ղեկավարները մի քիչ համառեցին ամերիկացիներին օգնելու առումով, վստահաբար այդ երկրներում կլինի իշխանապողություն, ընդ որում իսլամական հեղափոխության դրոշով։ Ուղղակի ժողովուրդը կտապալի իրենց նախագահներին ու շեյխերին կգցեն։ Եվ Իրանը ամեն ինչ կանի կնպաստի, որ այդ Պարսից ծոցի երկրներ, սունի մահմեդական երկրներում բլինի իշխանապողություն։ Ամեն ինչ կանի։ Այսինքն հիմա ավելի մի քիչ հեռու գնացող բաներ անեմ, բայց վստահաբար ես վստահ եմ ինչ որ ասում եմ, այդպես էլ լինելու է, որտեղ process-ն եմ ես նայում էլի, ոչ թե առանցին դրվագներ։ Միացյալ Նահանգները այս տարածաշրջանից մաքրվելու է, մերձավոր արևելքից մաքրվելու է։ Ինքը այլընտրանք չունի։ Գնալու է իր մեծ արևմտյան կիսագնում վերընկնի այնտեղ այս երկրի վրա բանանի, ռեկետանի, սրա վրա զորք բերի, սրանից ինչ-որ բան փախցնի եւ այլն։ Եվրասիական տարածքում Միացյալ Նահանգներ չկա, չի լինելու։ Այդ թու նաեւ Տրամպի ուղին։ Այդ Տրամպի ուղին, որ բան են ստորագրել օգոստոսի 8-ին։ Ես օրինակ առաջարկում եմ Նիկոլե թուղթը փաթաթի, կլոր սենց, մցնի շամպայնը շշի մեջ, տա Ալեն Սիմոնյանին, ասի դու ես շշերի հետ լավագույն մասնագետն ես, օգտագործի ոնց ուզում ես։ Ու վсё Տրամպի ուղին պրստում է, թեման փակվեց, չկա Տրամպի ուղի եւ 99 տարով Հայաստանի ինքնիշխան կլինի, քանի որ ամերիկացիները ստեղ են, դե բարև ձեզ, իսկ ուր է Ամերիկան։ Շուտով Ամերիկան պուկ։ Նիկոլը իր զուգընկերոջը հաշվել էր, կռվից մի օր առաջ։ Ինքը գիտեր էս կռվի մասին, կռվից մի օր առաջ զուգընկերոջը դուրս հանեց։
ասեց չկանք, չէ, իրար հետ կապի մեջ չենք, ֆլան ֆստան, այսինքն նա երեխեք հետ շուտով պուկ։ Նիկոլը իր համար պուկի ճանապարհը ստեղծել է, թող մտածեն նրանք, ովքեր որ Նիկոլի կողքը հորթի ուրախությամբ թռչկոտում են, ավտոբուսներում ծափ են տալիս, ուրախանում են։ Չի լինելու Ամերիկան։ Ամերիկան գնում է իր բան, կիսագունդ։ Ստեղ կոնկրետ մեր տարածաշրջանում երկու ասող պետություն Թուրքիային տեսնում եք Էրդողանը ինչպես համեստ ես արմով Էրդողանը բանի դաշնակիցն է, Իրանի դաշնակիցն է, քրդական գործոնով։ Եվ նա հրաշալի գիտի։ Ադրբեջանի ղեկավարը այդ փքված հնդուհավը ագին խելոք էր, բայց մարդը խելոք մարդուն որ ձմերուկ են դնում թևերի տակ, իրան թվում է թե ինքը արդեն աշխարհի տերն է։ Ես կարծում եմ, որ այս տարածաշրջանում երկու ասող առնելու Ռուսաստան-Իրան, անգամ Չինաստանը չէ, եւ բոլոր այն երկրներում, այդ թվում նաեւ Միջինասիական Հանրապետությունը, որտեղ Միացյալ Նահանգների կողմից բերված կամ Բրիտանիայի նախկինում բերված վարչակազմեր են, վաղթեշ սուսփուս ճողոպրելու են։ Ես չեմ ուզում, որ իրենք ճողոպրեն այնպես, ինչպես Աֆղանստանից ճողոպրեցին ամերիկացիների ծառայող փուշտումները, երկրաթիռների անիվներից կախվելով։ Ուզում եմ սուսփուս նստեն մեքենաները, կարող նաեւ կեղծան դնել, տղամարդիկ կանացի շորեր հագնեն։ Այդպիսի փորձ կա Կերենսկին 1918 թվականին, երբ որ Ռուսաստանից ճողոպրեց, երբ որ հակահեղափոխություն անունը հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն, իրականում ինքը բրիտանացիների փետրվարյան հեղափոխության կամ իշխանության զավթման հակաքայլն էր։ Հիմա թող մարդիկ թողեն գնան։ Մենք արյուն չենք ուզում։ Ցանկացած թափված արյուն ինքը հետևանքներ է թողում։ Պարոն Ապետյան, ակնարկեցիք, որ միջուկային զենք ստեղծելու այդ վտանգը արդեն կա, սրանից հետո այո, մի քանի անգամ 18 թվականից ինչ որ բան պայմանագիր կնքեցին, հետո Թրամփը եկավ դա չեղյալ հայտարարեց Իրանի հետ կապված։ Հետո նորից հետո բանակցությունների առաջին փուլը, տեսանք դրանից հետո հարձակվեցին երկրորդ փուլը եւ այլն, այսինքն կա մեծ անվստահություն Միացյալ Նահանգների նկատմամբ։ Չգիտեմ, դուք բայց ինչ եմ ասում, ինքը գնում է արմենիական կիսագունդ։ Դուք ակնարկեցիք, որ Եվրասիական տարածքում չի լինելու Ամերիկա։